Դերասանուհի Հասմիկ Խոջյանն իր ինստագրամյան էջում կատարել է հրապարակումներ և հայտնել, որ ընտանիքի հետ մեկնել են ճանապարհորդության։ Նրանք այժմ Գերմանիայում են։ Հասմիկի հետ է նաև դուստրը։ Հասմիկ Խոջյանն ինքնաթիռից հրապարակել է լուսանկարներ, թե ինչպես է երեխան խաղում թռիչքի ընթացքում և գիծ գրել։ Մի քիչ զբաղվեցինք միասին, հետո ես հասցրեցի մի քիչ քնել։ Նարեն ոչ մի րոպե չքնեց, բայց չաղմկեց, տեղից վեր չկեցավ ու ամբողջ ընթացքում խելոք խաղաց։ Եթե առաջիկա օրերին էլ իրեն էսպես պահի, ուրեմն հաջորդ թրիպին էլ մեզ հետ կգա։ Այժմ էլ դերասանուհին հոլովակ է հրապարակել Բելգիայից, ցույց տալով, թե ինչպես է պատրաստվում վաղվա իր ծննդյանը։ Իսկ մենք ներկայացնենք դերասանուհու ինստագրամյան էջի ստորի բաժնում արված վերջին հրապարակումները։ Նա ձերքիցը չեն ուտի բալես, չետի մատները կուտար։ Դեկեցի, հոմոզի։ Իսկ մենք հիշեցնենք, որ դերասանուհի Հասմիկ Խոջյանը դեռ օրեր առաջ էր հայտնել իր ճանապարհորդության մասին։ Հրապարակված տեսանյութում դերասանուհին առաջարկում է ծննդյան օրն անցկացնելու 3 սցենար՝ մնալ տանը և ոչինչ չանել, ունենալ շքեղ ծննդյան տարեդարձ 100-ից ավել հյուրերի հետ, կամ ճանապարհորդել և բացահայտել նոր քաղաքներ։ Ըստ վերջնական ընտրության Հասմիկ Խոջյանը նախընտրել է 3-րդ տարբերակը։ Դերասանուհին նշել է, որ ճանապարհորդության ուղղությունները լինելու են Բելգիան և Հոլանդիան, որտեղ էլ կդիմավորի իր տարեդարձը։ Մենք առաջարկում ենք դիտել տեսանյութը։ Միասին կորոշենք, թե ինչպես ենք նշելու իմ ծննդյան օրը։ Ծննդյանս օրը մնալ տանը և ոչինչ չանել։ Տեսնենք։ Ստացվեց։ Տարբերակ երկրորդ՝ ունենալ շքեղ ծննդյան օր 100+ մարդու հետ։ Տեսնենք։ Ստացվեց։ Երրորդ տարբերակ՝ ծննդյանս օրը ճանապարհորդել և բացահայտել նոր քաղաքներ։ Տեսնենք։ Փաստորեն կարող եք մաղթել ինձ բարի ճանապարհ։ Դերասանուհի Հասմիկ Խոջյանը նաև շատ ակտիվ է դստեր հետ հրապարակումներում։ Մենք առաջարկում ենք դիտել այդ հրապարակումներից մի քանիսը։ Բարև։ Չուֆտա, թարգման եմ ես ինչ չհասկանում։ 500 գրամ։ Երկու գթալ, կամ մեր ուտես։ Նարի ես կեզոք։ Ես շարունակեմ պատրաստել մինչև Նարեն հաց ուտի ու վերադառ։ Ունենք տարա, որի մեջ պետք է լցնենք արդեն պատրաստի մեր քյուֆտայի զանգվածը։ Ամբողջությամբ լցնում ենք։ Զանգվածը տարածելուց հետո վրանանում եմ 1 ճաշի գթալ թթվասեր։ Վրան դասավորում եմ թարմ շամպինյոններ, որը բացարձակ պարտադիր չէ, դնում եմ լավաշ այնպես, որ կողքերից մի փոքր մնա դուրս, եւ վրան քերում եմ պանիր։ Այս բաղադրատոմսին պատրաստման մյուս տարբերակում ես լավաշը գցում եմ ամենաներքևի շերտում եւ ամբողջը վերջում ծածկում։ Համեղը։ Շատ համեղանար։ Շնորհակալություն։ Էլի։ Համեղա մամա։ Եկեք միասին։ Պատհատում կար խմրղնա, կոտում եմ չոս։ Լազնում եմ թագով յավաս։ Ու հարում եմ։ Պախեցան, լատնում եմ կատ։ Իսկ հիմա ավելատնում եմ ջետ։ Մեկ Կոչում խայնում եմ, լացնում եմ կալոչ։ Նա դա հեշտ տարբեր Թխում եմ, տանածը նացիցա։
Վաու։ 40 րոպե թխվելուց հետո կտրատում եմ կողքերը ահա այսպես եւ հանում եմ ամբողջ միջուկը։ Այնուհետև լցնում եմ սպիտակ շոկոլադ, թրջում եմ կաթով եւ վրան շարում եմ բանանները ահա այսպես։ Լցնում եմ վրան կաթնային շոկոլադ եւ քսում եմ եփած կրեմը։ Հետո պատում եմ մայրացրած միջուկով, իսկ վրան լցնում եմ քերած անկույզ եւ ձևավորում եմ ելակներով։ Ինչպես տեսնում եք, շատ գեղեցիկ է ստացվել ու համն էլ տեսքին չի զիջում։ Սմբուկով ռոլեր սիրում ենք թե մենք եւ թե մեր հյուրերը, իսկ պատրաստման ընթացքը ես բավականին հեշտացրել եմ։ Նախ լվանում ենք, այնուհետև Բարակ սետատում եք սմբուկը։ մոտավորապես այսպես։ Կուսմատը կտոտս։ Դեմը կաթեոցի։ Սմբուկները դասավորվում կանձառոցիկի վրա։ Ախեն լեցնում։ Եվ տեղափոխում ենք ջեռոցի մեջ մոտ 20 րոպեով։ Այնուհետև պատրաստում ենք միջուկը այս ամենահամեղ տարբերակով։ Խառնում ենք կատնաշորային պանիրը, սամիթը, սխտորը, ձիթայուղը եւ անկույզը։ Ահա եւ վերջ փաթաթում ենք մեր ռոլերը։ Ինչպես գիտեք, ձիթայուղով տապակելու դեպքում սմբուկը լինում է շատ ձեթոտ եւ ոչ այնքան հաճելի։ Իսկ այս դեպքում շատ համեղ եւ արագ է ստացվում։ Բարի ախորժակ։